Շատերը հարցնում են ինչու կատարել ուլտրաձայնային հետազոտություն, եթե հետո կարիք է լինում կատարել ՄՌՇ կամ ԿՏ հետազոտություն, այսինքն մագնիսառեզոնանսային շերտագրում կամ համակարգչային շերտագրում։ Ուլտրաձայնային հետազոտությունը առաջին անվտանգ եւ ինֆորմատիվ հետազոտությունն է, որը կատարվում է հետեւյալ օրգանների ախտորոշման դեպքում։ Լյարդ, լեղապար, գենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզուղիներ, կրծքագեղձ, վահանաձև գեղձ, հոդերի եւ ջլերի հետազոտության ժամանակ հնարավոր է գնահատել դրանց ֆունկցիոնալությունը, այսինքն դիտարկել օրգանները շարժման մեջ։ Փորը ուրացրեք, փքեք դուրս, հանգիստ շնչեք։ Ուլտրաձայնային հետազոտությունը մատչելի է, հասանելի է եւ անվտանգ է հղիների, երեխաների եւ նորածինների համար, հասանելի բոլոր բուժ հաստատություններում, պոլիկլինիկաներում եւ կլինիկաներում։ Երբ պետք է լրացուցիչ հետազոտություն։ Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ երևում է խնդիր, բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ այլ հետազոտությունների։ Ուլտրաձայնային հետազոտությունը արագ, մատչելի եւ առաջին քայլն է, որին հետևում են այլ հետազոտություններ եւ դրանց համակցության դեպքում մենք ունենում ենք ճիշտ ախտորոշում։ Դա չի նշանակում, որ ուլտրաձայնը բավարար մեթոդ չէ։ Ուղղակի յուրաքանչյուր մեթոդ տեսնում է իր շերտ։ Ուլտրաձայնը նաև մեթոդ է ոչ միայն ախտորոշիչ նպատակով կիրառելու դեպքում, այլ նաև հիվանդության բուժման ընթացքում դինամիկ հսկողություն կատարելու առումով։ Եթե անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն, բացատրություն համակցված հետազոտությունների կամ հանգամանալից մոտեցում, մեր ռադիոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը միշտ հասանելի է բոլորի համար։ Համեցեք։